Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շարժում եք առաջ, շատ լավ, ներողություն եմ խնդրում, բայց ես պետք է փակեմ։ Իսկ դատարանի մուտք կարամ, փակեն գնանք դատարան մի անգամից։ Ոչ մի մուտք չեք։ Բա Նիկոլ Փաշինյանը խի չեք ասում մի փակի դատարանի մուտքը։ Սա դա մենք էստեղ կանելու ենք, փակենք մուտքը։ Մենք էստեղ մուտքը չեք փակել։ Խնդրում եմ ներքև իջեք։ Մենք արդեն փակել ենք մուտքը։ Բայց մարդիկ իրենց ակցիան են իրականացնում։ Սա քաղաքացիական ակցիա է։ Սա ուղղակի քաղաքացիական։ Սահմանադրությամբ համարադրված իրավաչափ են, խնդրում եմ բացեք։ Բանկի արած գործողությունները Փաշինյանի քննարկումը իրավաչափ է։ Բանկի արած գործողությունները բանկի դրա համար տեսեք, համադրում ենք ողջամիտ ժամկետ։ Եթե չբացեցիք, ոստիկանությունը արդեն Լավ, շնորհակալություն։ Տեսեք։ Իսկ փողոց փակել կարելի է, գոնե փողոց փակել։ Ոչ, չի կարելի։ Բա ի՞նչ է փակել։ Ռադիոտան դուրը կոտրել կարելի է։ Դա մի 4 տարբերակ առաջարկենք դուք ընտրեք, լավ, մեկն ու մեկը։ Հարգելի ոստիկան, եթե հանրապետությունը խախտվել է օրենքը, խախտվել է մարդու իրավունքը, սա նույն շղթայի տարբեր օղակներ է։ Եթե շղթան կտրված է, էլ կապ չունի, որ օղակը մենք կարող ենք կոտրել ու կտրել։ Հա? Օրենքը չի աշխատում, եթե չի աշխատում ժողովուրդ ջան, այստեղ օրենքը պահելը անիմաստ է, քաղաքացիներին թալանի քաղաքացիներին համապատասխան ընթացք տրվել է ձեր դիմումներին, սպասեք պատասխաններին։ Իսկ այս պարագայում մուտքը փակելը անօրինական է, խնդրում ենք ձեզ հորդորում ենք բացեք մուտքը։ Հայտարարությունները անեն վերջացնեմ, այստեղից մենք գնալու տեղ ունենք։ Ողջամիտ ժամկետը որքան է, դուք ինձ տրամադրեք, ես կտեղավորվեմ այդ ողջամիտ ժամկետի մեջ, խնդրում եմ թույլ տվեք հիմա։ Ողջամիտ ժամկետը 20 րոպե ասեք։ 5 րոպե է ձեր ողջամիտ ժամկետը, խնդրում եմ տրամադրեք։ Բանակցեք մի 10-ի շուրջ։ Մի հատ հարցերին պատասխանեմ, հարց ուներ։ Խնդիրը հետեւանում է։ Շատ դեպք կան, որոշ դեպքերում խարդախություն թույլ տված անձը հայտնաբերված է։ Ահա, որոշ դեպքերում հայտնաբերված է։ Այդ թվում ներողություն Արմավիրի բնակիչ մեր քաղաքացու ուրեմն զումարները, որ կողոպտվել են բանկերից, հա, սենց ասեմ, այդ հանցագործին Սակայն ես չեմ հասկանում։ Բացահայտվել է այն քաղաքացին, եւ այս մասին ես ասում եմ, որովհետեւ դա արդեն դատարանով ապացուցված փաստ է, հա։ Ուրեմն այդ քաղաքացուց պետք է պահանջել բանկը, ապա ինչի՞ այդ քաղաքացուց չի պահանջում այն գումարները, ումը փաստացի տրամադրել է։ Սա ոչ հարց է։ Ես այդ ու նմանատիպ հարցերին, հարգելի լրագրողներ, ես միանում եմ այդ հարցերին։ Այդ հարցերի հասցեատերը ոչ թե ես եմ, այլ ես դժգոհ եմ մի շարք այդ եւ նմանատիպ հարցերից, որ ուզում եմ ուղղեմ պատկան մարմիններին, թող դուրս գային, թող պատասխանեին, համառություն արեցին կամ իրանց պագոնները հանկարծ կընկներ, եթե իջնեին այստեղ մեր հարցերին պատասխանեին, լավ, դրանից հետո կարող իրանք հրապարակումներ անեին, հայտարարություններ ունենային, չեն արել, չեն անում, չեն աշխատում, դրա համար էլ այս քաղաքացիների վիճակը էս է։ Պատկան մարմինների լռությունը այստեղ ամբողջ բոլորի գործերի մեջ այսպես կարմիր ժապավենով գնում է պետական մարմինների լռությունը, անտարբերությունը, դե քաղաքացիներին թալանում են, դե ոչինչ թող գնան դատարաններ, հասկացանք, լավ, բայց այս հարցերին լուծում կարելի է տալ, չէ՞, օրինակ մեկ պատկան մարմին ինքը իրավունք ունի եւ իր օրենսդրական նաեւ պարտավորությունն է, օրինակ այսօր իրանք հիմա իրանք չիշնեին, մեզ ասեին այս 2 ամսվա ընթացքում ինչ են արել այն բանկի հետ, որտեղ ամենաշատն է տեղի ունեցել այդ դեպքերը։ Ասենք չէր կարելի ասել։ Դե Գրավոր էլ չեմ պատասխանել ձեզ։ Գրավոր դեռևս ես պատասխան չեմ ստացել, մինչդեռ պետքա պատասխան ստացած լինեի։ Կառավարության դիմումը։ Գրավոր պատասխաններ ստացել են քաղաքացիներ, Սուսանի մոտ հիմա այդ պատասխանը պահպանվել է, բայց բոլորի պատասխանները ներողություն, copy paste։ Ամբողջությամբ նույնը, արի կարդա քո նամակը դու կարդա, քո նամակի պատասխանը նույն բովանդակությամբ ոչինչ չասող պատասխանները։ Կարդացեք, ընթերցեք, բարձր խնդրում եմ, բարձր կարդացեք, հետո մեկնաբանությունները կանեք, լավ։